Երբ մահանում է Հռոմի Պապը, Վատիկանում սկսվում է մի հինավուրց արարողակարգ, որը 8 դար շարունակ գրեթե անփոփոխ է մնացել։ Առաջին բանը, որ անում են, 3 անգամ բարձրաձայն արտասանում են Պապի անունը։ Եթե պատասխան չի հնչում, դա համարվում է նրա պաշտոնական մահվան հաստատումը։ Այնուհետև տարածքը մեկուսացվում է այնպես, որ ոչ ոք ներս մտնել չկարողանա։ Պապի ձկնորսի մատանին նրա իշխանության խորհրդանիշը կոտրում են, այն ոչնչացնում են, որպիսի մահացած Պապի անունից որևէ մեկը չկարողանա փաստաթղթեր կեղծել։ Սկսվում է սուգը, այն տևում է 9 օր։ Ամեն օր մատուցվում է հատուկ պատարագ, որը կոչվում է նոր դիալեզ։ Դագաղների արանքում տեղադրում են մի մագաղատ, Պապի կարճ նկարագրությամբ, նրան պոնտիֆիկոս վկայող կնիքով ու նշաններով։ Եվ ահա սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Բոլոր կարդինալները հավաքվում են Սիքստինյան մատուռում, առանց հեռախոսների, առանց արտաքին աշխարհի հետ կապի, առանց դուրս գալու իրավունքի։ Նրանց այնտեղ փակում են այնքան ժամանակ, մինչև որ նոր Պապ չընտրեն։ Մատուռի տանիքին մի ծխնելույց կա։ Եթե քվեարկությունը արդյունք չի տալիս, դուրս է գալիս սև ծուղ։ Եթե նոր Պապ ընտրվել է, սպիտակ ծուղ։ Ամբողջ աշխարհը սրտի զարկը պահած նայում է այդ ծխնելույզին։ Սա մի ամբողջ դարաշրջանի ավարտի ու նորի սկիզբ է։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։